Թաղապետարանում ծեծկրտուքից հետո նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ազատության մեջ է։ Միջադեպի մասնակից 6 անձ է ձերբակալվել, այդ թվում բլոգեր Արթուր Չախոյանը։ Հաղորդման հիման վրա քննչական կոմիտեում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչից ու ինչպես սկսվեց։ Այսօր Նոր-Նորքի թաղապետարանում հրավիրվել էր հանրային քննարկում բարձրահարկ շենքի կառուցապատման թեմայով։ Վաղ առավոտյան ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook-ում գրել էր, որ մասնակցելու է հանրային քննարկմանը, որը վարելու է թաղապետը, բայց մինչ քննարկումը Չախոյանը հայտարարեց, որ ուզում է խոսել Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Թաղապետը տեղում է։ Այո, ըմբոստեմ ասել դուրս գալի, որ այս գործողությունը հանրային քննարկման հետ ոչ մի աղերս չունենա։ Ես իր ասելու բան ունեմ, եկել եմ իր դեմքին ասել։ Թաղապետի օգնականը պատասխանեց, որ անձնական հարցեր չեն քննարկում, հորդորելով Չախոյանին դահլիճ մտնել հանրային քննարկմանը մասնակցելու համար։ Այսինքն դուրս չի գալի։ Դահլիճ չի գալի։ Ինչի համար։ Բան ունեմ ասել։ Ես էլ քեզ բան ունեմ ասելու, բայց առանց կամերայի հետո, արի։ Առանց կամերայի հետո։ Լավ, հետո ես որ դու փորձում ես վիրավորես մարդկանց, մի պատասխան տաս դրա համար։ Ես շենքի բոլոր տեղերին ես վիրավորել։ Մունատ չգաք, մունատ չկոն մի բարձացեք։ Ես ձեր հետ հանգիստ եմ խոսում։ Արի հանրային քննարկում ավարտենք, հետո իրար հետ խոսանք առանց կամերա եղավ։ Պատրաստ եմ։ Դու լավ տղա ես։ Լավ տղեն դու չես։ Արա հանգիստ խոս։ Այդ պահին թիմակիցների հետ աշխատասենյակից դուրս եկավ թաղապետը ու խառնվեց ծեծկրտուքին հարվածներ հասցնելով Չախոյանին։ Թաղապետը, նրա թիմակիցներն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Երբ արդեն հաջողվել էր բաժանել ծեծկրտուքի մասնակիցներին, թաղապետարանի մեկ այլ աշխատակից շարունակեց հրել բռնելով Չախոյանի պարանոցից։ Զուգահեռ թաղապետարանի աշխատակիցները փորձեցին խոչընդոտել տեղում աշխատող օպերատորի աշխատանքը։ Այն բանից հետո, երբ լրատվամիջոցը շարունակեց նկարահանումը, վնասեցին տեսախցիկն ու ուղիղ հեռարձակումն ապահովող սարքը։ Ծեծկրտուքից հետո թաղապետը հայտարարեց հային վայել է դրսևորվել։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Բացի լինելուց վարչական շրջանի ղեկավար, նաև տղա է։ Ու վարչական շրջանի ղեկավարին երբ որ գալիս են, հայոյում են ու անվայել պահվածք են դրսևորում։ Այո, կարծում եմ ճիշտ եմ։ Այս ամենից հետո Հանրապետություն կուսակցության անդամ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը սկսեց հանրային քննարկումը, կարծես ոչինչ չէր եղել։ Նույն ժամանակահատվածում ոստիկաններ ժամանեցին թաղապետարան եւ բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին։ Ու մինչ թաղապետը քննարկման էր մասնակցում, նրա թիմակիցներն էին պատասխանում Ֆակտոր TV-ի հարցերին։ Կուսակցության անդամ Երևանի Ավագանու Հանրապետություն խմբակցության ղեկավարը անդրադառնալով միջադեպին հայտարարեց, հպարտացել է իր թիմով որպես հայ տղամարդիկ։ Այսինքն գան մեզ որևիցե ձև հայհոյեն, գան մեզ որևիցե ձև խփեն, ու մենք տենց ասենք մի հատ էլ այս այդին խփեք, ոչ, մեր հետ այդ լեզվով չեն կարող խոսել։ Տիգրան Տեր-Մարգարյանի թիմակից Հայկ Սահակյանը, որը նաև Երևանի Ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ է, ասաց, որ ինքը պարզապես բաժանում էր, բայց ծեծկրտուքի տեսանյութում էլ երևում է, ինչպես է ոտքով հարվածում Չախոյանին։ Ծեծկրտուքի մասնակից եմ։ Դուք երևում եք կադրերում, Հա, որ երևում ես եկած ծեծկրտուքի մասնակից եմ։ Այսինքն դուք խառնվում եք ոտքով հարվածում։ Թողե ինչ էլ կռիվանի։ Հանրային քննարկման ավարտից հետո Տիգրան Տեր-Մարգարյանը թեև խոստացել էր պատասխանել լրագրողների հարցերին, բայց մտավ իր աշխատասենյակ։ Դուրս եկավ միայն 40 րոպե անց, չպատասխանելով հարցերին։ Ձեզ երաշխավորել են ապագա։ Դուրս եկեք։ Ժողովուրդ, թողեք դուրս գա։ Պարոն Տեր-Մարգարյան, ինչպես Հասկացան ժողովուրդ պիտի։ Հստակեցնող հարցին ոստիկանության բաժին են գնում Տիգրան Տեր-Մարգարյանին ուղեկցող Անի Խաչատրյանն արձագանքեց։
Երևան քաղաքի վարչության նոր-նորքի բաժնում Արթուր Չախոյանին շուրջ 2 ժամ պահելուց հետո կապտուկներով շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Հարձակվել են ցանկ խուլիկանի թալանչի պիղծ իշխանությունը քաղաքապետի գլխավորությամբ։ Չախոյանը բժիշկների հսկողության տակ է, փաստաբանը տեղեկացրել է, որ ձերբակալումից ազատ է արձակվել, գալով ծեծկրտուքին նախորդած դեպքերին։ Արթուր Չախոյանն ու Երևանի ապագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել նոր-նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից, ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Տենայք, արդեն քանդվում է։ Հալավ հետո մարդ եղեք, արա մարդու կատկ եղեք, արա չի կարելի էլի։ Նույնն են դե։ Ձեր ասֆալտը ծաղկում է։ Լստեն եք։ Մերից անելավա հանենք մեկի։ Ես հանենք մեկի գլխին չընկնի։ Այսինքն ձեր գլխին պետք է տա։ Որ հասկանաք։ Այս ամենից հետո Չախոյանը գրառում էր արել, որ նոր-նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին սպառնացել ու հայհոյել։ 3 թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա իրականացրին, հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Տիգրան Տեր-Մարգարյանը կատարվածից հետո հարցազրույց էր տվել իշխանական CVKM-ին եւ ասել, որ մեջբերում եմ, հայհոյել եմ, լավ եմ արել։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3 անդրադառնալով թեմային նշել էր, որ այդ մանկապարտեզում իրականացված աշխատանքների համար ամբողջ գումարը չեն վճարել եւ չեն ընդունել աշխատանքները, այսինքն ավարտական ակտ չեն տրամադրել։ Երևանի քաղաքապետարանից անդրադառնալով այսօրվա ծեծկրտուքին նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հայհոյանքը, վիրավորանքը եւ անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք եւս բռնության ձևեր են եւ չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում։ Նմանատիպ հայտարարություն է տարածել նաեւ Հանրապետություն խմբակցության հետ քաղաքի կառավարումը ստանձնած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ դատապարտել է կատարվածը, ընդգծելով, որ անընդունելի ու դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում։ Հանրապետություն կուսակցությունը այսօր տեղի ունեցած նորվա ավարտին պլանավորված եւ կազմակերպված սադրանք որակեց, որի թիրախում ոչ թե վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետն են, այլ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։